Բայց ով որ Աստծո խոսքի արժեքը չի հասկանում, սիրելիներ, ինքը այսօրերը կանցկացնի, ինքը կհանգստանա, կոթափողվի, կգնա տուն, բայց կգնա տուն իր պրոբլեմներով, իր խնդիրներով, բայց ով որ գնահատում Աստծո խոսքը, սիրելիներ, ինքը ուշով, ինչքան որ Աստված տվել է իրան կարողություն, ինքը կլսի այդ խոսքերը։ Որ Աստծո խոսքերի նայմա որպես գիտելիք ու գիտություն ու մտածումա, ես դե գիտեմ այս քարոզը, այս խոսքը կարդացել եմ։ Ինքը մնում է մենակ իր պրոբլեմների հետ, ու ինքը ուժ չունի հաղթել այդ պրոբլեմները։ Բայց եթե ինքը մնաց Աստծո խոսքի հետ իր պրոբլեմների դեմ դիմաց, Աստծո խոսքի հետ մնաց պրոբլեմների դեմ դիմաց։ Գիրքը գրում է, երբ որ անապատում Հիսուսը փորձվում էր մկրտությունից հետո 40 օրյա ծովապահության ժամանակ հաց չկերավ, ջուր չխմեց։ Սատանան մոտիկացավ նրան եւ գիրքը գրում է, ինքը մենակ էր սատանայի դեմ կանգնած։ Բայց կանգնած էր իր հոր խոսքերով։ Ինքը կանգնած էր գրվածով։ Եթե փորձությունների ժամանակ դու խոսք չունես, ինչ տղճալի մարդ եմ ես կարած ասես, որտեղ դու խոցվում ես ու դեն դնոն բան չունես։ Դրա բան սիրելիներ, նորից են կրկնում, այս օրերը գանձեր են, իրական առումով գանձեր, որովհետև Աստծո խոսքը Սուրբ Հոգու ձեռքով սիրելիներ, առատ տրվում է, որովհետև դեռ առատ ժամանակներ են։ Բայց եթե սիրելիներ մենք բաց թողեցինք առատ օրերը, ոչ մեկ չի կարող հավաքի այս օրերից։ Այս ժամանակները հետ չի բերի ոչ մեկ։ Դրա համար ես ուզում եմ մի տեղ կարդամ, ինչպես եղբայրները խոսացին սիրելիներ, սատանայի ստերից ազատվելու, ճանաչելու ճշմարտությունը եւ ոչ թե հոսանքի հետ գնալու հավատքի։ Հոսանքը գնում է, ես եմ գնում։ Սովորություն ունեմ, դրա համար եմ գնում։ Հապա անձնական լինի։ Հավատքը իմ համար անձնական լինի։ Համոզմունք լինի։ Իմս լինի, գեղեցությունը չլինի ընդհանուր, իմս լինի, դու հավատք ունես քեզ պահի, արդարը իր հավատքով ապրում, դու քո հավատքով ապրես, որովհետև երբ որ ստելից կգնաս, դու մնալու ես քո հավատքով, դու մնալու ես քո հավատքով, դրա համար սիրելիներ, ես մի տեղ եմ ուզում կարդամ, թե ինչ էր ասում Աստծո մարդը, Աստծո հետ խոսալու ժամանակ։ Սա գրված է Ելից գրքում 33-րդ գլխում, Ելից 33։ Երբ որ Տերը խոսում է Մովսեսի հետ, ասեց Մովսես, ես կարդամ թե ինչ ասում Տերը։ Տերը սա 33-ի 1-ից կարդամ եւ 3-րդ խոսքը։ Տերը սա Մովսեսին, ելի դու ու քո ժողովուրդը, որ Եգիպտոսի երկրին հանեցին ու գնա այն երկիրը, որի համար երդում էի Աբրահամին, Իսահակին, Հակոբին ասելով, քո սերունդին պիտի տամ զայն։ Քո առջևը հրեշտակ պիտի ղրկեմ, ու կանանացին, ամորացին, քեդացին, փերեզացին, խևացին, հեբուսացին պիտի վռնդեմ։ Կապ ունելը բխող երկիր պիտի ելես, բայց ես քեզի հետ պիտի չելնեմ։ Քանզի դու խստապարանոց ժողովուրդ ունես, չլա թե քեզ ճամփու մեջ բնակիչ դնեմ։ Այս խոսքերը լսում է Մովսեսը։ Ասма դու գնա, հրեշտակը կղրկեմ, բայց ես չեմ դա ասում։ Ես կարդում եմ ինչ ասում Մովսեսը։ Ելից 33-ի 12-ից եմ կարդում, մինչև 17 խոսքը։ Մովսեսը սա Տիրոջը։ Նայե, դու կսես ինձի, հանի այս ժողովուրդը, բայց դու ինձի չգիտուցիր, թե ով ինձի հետ պիտի ղրկես։ Բայց ասիր քեզ անունովդ կճանչնամ ու նայելի մաղջև շնոր գտար։ Ուստի հիմա կաղաչեմ, եթե քո առջև շնոր գտար, ինձի ցուցուր ուրեմն քո ճամփան, որպեսի ճանչնամ քեզ, այնպես որ քո առջև շնոր գտնեմ, ու միտք բեր, որ այս ժողովուրդը քո ժողովուրդը է։ Անիկ ասավ, իմ ներկայությունս քեզի հետ պիտի երթա ու քեզ պիտի հանգստացնեմ։ Եվ Մովսեսը սա անոր, եթե քո ներկայությունը մեզի հետ չերթա, մեզ այստեղ մի հաներ։ Եթե քո ներկայությունը
մեզի հետ չերթար, մեզ այստեղ մի աներ։ Պատրաստ ես գնաս ճամբարից առանց Աստծո ներկայության։ Պատրաստ ես գնաս ճամբարից քիչ օրեր հետո առանց Աստծո խոսքերի։ Կկարանաս գնաս, կկարանաս կյանքին դիմավորես առանց Աստծո խոսքի ու ներկայության։ Եթե դու ուշադիր չես, քեզի տրվող ու փոխանցվող խոսքերին, դու կկարանաս կյանքը դիմավորես դռների զենքով։ Մովսեսը գիրքը գրում է այն մարդը, որ Աստծո ներկայության մեջ Աստված վկայություն է տալի Մովսեսի համար, ասում է ես 30 եմ, ճիշտ է խոսում իր հետ։ Աստված ասում է, որ Մովսեսը կանգնում է իմ առաջ 30-ի։ Տեսիլքով չեմ խոսում, մարգարեությամբ չեմ խոսում, ջերազով չեմ խոսում, Մովսեսի հետ խոսում եմ 30-ի։ Ու ես մարդը սիրելիներ, Տիրոջ սարի վրա պատվիրանները առնելու ժամանակ Տիրոջ ներկայության մեջ, այդ փառքի մեջ, որ սարից իջնելու ժամանակ ժողովուրդը նայում են իր երեսին ու տենում են, որ իր երեսը փայլում է։ Վաղ ագալ է ժողովրդի վրա։ Այս այն մարդը, որ անձնական հաղորդակցություն ունի։ Մյուս մարդը լսում է Աստծուց խոսքեր, ասում է ես հրեշտակ կղրկեմ, բայց ես չեմ գա։ Դուք պատկերացնում եք այս մարդու հոգեբանությունը, մտածելակերպը, այս մարդու փափագը, ծառավը, ինքը չի ասում շնորհակալ եմ հրեշտակի համար, ես գնացի։ Քո հրեշտակի համար։ Ինքը չի նայում իրան, որ ինքը այն մարդն է, որ սարից իջավ երեսը փայլում էր։ Ինքը չի նայում այն բանին, որ ինքը 30 էր խոսում, հետաքրքիր է։ Եթե դու ասում ես, դες երկու պաշտամունքը լսել եմ, հերիք հանձի, դու ինչ գիտես հերիքը, ով ասեց քեզ հերիքը, Աստված կատարյալ գործ ունի մարդու հետ, ու իր գործը թերի չի թողում։ Եթե դու մտածում ես, որ Եզեկիելին հետաքրքիր մի չափ տրվեց, ասում է, չափը ձեռքն էր, 1000 կանգուն չափեց, զիշ ջուրերեն անցուց, ու գիրքն ասում է, որ ջրերը մինչև ոտատաթս էին։ Գիրքը մի քանի չափեր էլ ասում, որ այդ չափերը բարձրացան, ծնկները գոբկատելու լողալու չափը։ Սիրելիներ, եթե մեկ ասում է հերիք է, խոստովանեցի հերիք է, մաքրվեցի հերիք է, հերիք չի, հերիք չի։ Այդ աղթը կարա հետ գա, մեղքերը կարան հետ գան, բայց դու ինչով կգնաս այդ ամեն ինչի դեմ։ Մաքրված լավ է, բայց պարապ վատ է։ Պարապ լինել, դատարկ լինել, շատ վտանգավոր է։ Մաքուր ես, հարդարված ես, բայց պարապ ես։ Աստված իր Սուրբ Հոգով աշխատում է։ Ամեն բացությունը մաքրի։ Ամեն երկրությունը վերցրի իր երիտասարդների վրայից։ Բայց ուշադիր եղիր պարապ չմնաս։ Կմնաս պարապ, հետ կգան այդ ամենը։ Դու չես կարաս ես չէ։ Դու չես կարա մերժես հետ։ Ու Մովսեսը, այս լեցուն մարդը, նայում է Աստծո առաջարկին, ասում է չէ Տեր։ Եթե դու մեզ հետ չես գա, եթե դու ես հովիվի հետ չեմ գնալու, ես զորավորի հետ չեմ գնալու, եթե դու չգաս, ինձ մի հանի, ով ես ուզում քո կողքը կանգնի, ով մարդիկ միշտ հասանելի չեն, գիտես, մարդիկ միշտ հասանելի չեն, բայց կա մեկը, որ խոստացել է, ահա ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Ալելույա Հիսուսին, ալելույա Հիսուսին, փառավորվի Հիսուսի անունը։ Եթե դու ուզում ես սիրա հետ գնաս, որը նշանակում է պարապ չես գնա, իրա հետ կգնաս, իմաստուն ես։ Բայց եթե դու մտածում ես, որ հերիք է քո մաքրության աստիճանը, հերիք է քո չափերը, Մովսեսի նման մարդ ասում էր հերիք չի, ուզում եմ դու գաս,
Գիրքը գրում է, երբ որ Պետրոս Հակոբոս Հովհաննես Սալակերտության սարի վրա տենում են Տիրոջը փառքը, հետաքրքիր մի փափագ առաջանում։ Ասում է Տեր, մնանք ստեղ։ Իրեք խճիչ չինենք, բայց մնանք ստեղ։ Աստծո ներկայությունը քո մեջ փափագ առաջացնում, որ դու ձգտես ավելին, խնդրի առատ, գիրքը գրում է, լայն բաց քո բերանը, լայն բաց, ու ես դանիկա պիտի լեցնեմ։ Այսինքն քո հավատքը նա, որ գնալով աճում ու մեծանում է, ու դու չես բավարարում միայն զղջումով, խոստովանությամբ, մաքրությամբ, դու ասում ես Տեր, պարապ չմնամ, ու դատարկ չմնամ, դու իմ հետ արի, թող քո խոսքերը իմ հետ կան, դու գաս ու քո խոսքը, դա նույն բանն է, փառավորվի Հիսուսի անունը։ Այս խոսքերը սիրելիներ նրա համար են, որ իմ ու քո փափագը առատացնի, իմ ու քո միտքը գոտևորի եւ համարձակության մոտիկանա շնորհատատուրին։ Պետք եղածը խնդրելու համար։ Իսկ քեզ պետք է, գիտես ինչ, ոչ մենակ մաքրություն, ոչ մենակ ազատագրություն, քեզի պետք է անձամբ ինքը։ Ալելույա իրա, ալելույա իրա, կանգնեք ոտքի սիրելիներ, կանչեք իրա, խնդրի իրան, իրան խնդրի, իր արյունը ներկա է, իր վերքերը ներկա են, իր Սուրբ Հոգին ներկա է, անձամբ իրան ուզեցի, անձամբ իրան կանչի, փառավորվի Տիրոջ անունը, աղոթք անենք։